ՀՀ կառավարությունը հաստատել է հայտարարագրումից ազատված եկամտի տեսակների և շեմերի նոր ցանկը։ Այս մասին փետրվարի 27-ին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Արթուր Ալեքսանյանը։ Նրա խոսքով, եկամտահարկի հայտարարագրման համակարգում ներդրվել են պարզեցումներ, այդ թվում ավտոմատ լրացման մեխանիզմ, որի դեպքում քաղաքացիները, եթե փոփոխություններ չունեն, պարտավոր չեն մուտք գործել համակարգ, հայտարարագիրը համարվում է ներկայացված ավտոմատ։ Նոր որոշմամբ եկամուտների տեսակները բաժանվել են երկու խմբի՝ ամբողջությամբ հայտարարագրումից ազատված և շեմային սահմանափակումով ազատված։ Առաջին խմբում ընդգրկված են վարկերից ստացված գումարները, ազգային հավաքականի մարզիկներին ու մարզիչներին տրվող մրցանակները, պետական պարգևները, ինչպես նաև գործատուի կողմից վճարված առողջապահական ապահովագրավճարները։ Երկրորդ խումբը ներառում է միանվագ փոխանցումները՝ մինչև 1 միլիոն դրամ, փոքրարժեք մրցանակները՝ մինչև 50,000 դրամ, ինչպես նաև նվիրատվությամբ կամ ժառանգությամբ ստացված գույքն ու միջոցները՝ մինչև 1 միլիոն դրամի սահմաններում։ Ալեքսանյանի խոսքով, յուրաքանչյուր առանձին փոխանցման համար սահմանվում է 1 միլիոն դրամ շեմ, և միայն այդ սահմանը գերազանցող փոխանցումներն են ենթակա հայտարարագրման։ Նպատակն է նվազեցնել քաղաքացիների վարչարարական բեռը և պարզեցնել գործընթացը։